որ հաճելի դասը պատրաստում։ Ապրես, պապի ջան, ապրես։ Մի քիչ էլ սիրունացնենք, ձևավորենք։ Երեխեքի ջան, մի փոքր այս մասը ուզում եմ ցենց արագի մեջ ձևավորեմ, հեսա որ է դպրոցից գալու է, ժամանակ չունեմ ուրիշ բաներ անելու, փորձեմ մի քիչ այդտեղ ինքան որ տոնական տեսք տալ։ Երեխեք աթոռներ եմ պատվիրել, բայց հլե տեղ չի հասել, ոչինչ այս երկու օրը աթոռներ կգա։ Չհասցրեցի ուզում էի լիքը սենց սիրուն գրենական պիտույքներ առնեի, դնեի դարակներում, ամեն մեկը իր տեղը, բայց ժամանակ չեղավ, դե ծնողներս էստեղ են, մենք շատ ժամանակ չենք ունենում խանութներ գնալու, նկարահանումներ անելու, այսպես ստացեց, բայց ոչինչ, նույնիսկ աթոռը ուշացրեցի, մինչև պատվիրեցի, արդեն ուշացավ, դե ոչինչ, ընթացքում գա աթոռներ կդնեմ։ Երեխեք ջան, մենք ամսի 22-ին 2 օրով գնալու ենք դասընկերուհուս հետ հանգստանալու, այնտեղ էլ նշելու ենք երեխեքի տարեդարձը, ուղղակի հիմա այսօր որպեսզի իր ծննդյան օրը մի քիչ իրան ուրախացնենք, մեր մյուս ընկերները գալու են այսօր, դրա համար տենց մի թեթև պատրաստություն ենք տեսնում, համել երեխուն ուրախացնենք, նվերը այսօր կտամ, իրանք ուրախացնենք, մենք ամսի 22-ին հավեսով կնշենք։ Անահիտի աղջկա ծնունդն էլ է նույն ամսում, իմ աղջկանն էլ, մտածեցինք միասին նշենք, բայց քանի որ իր աղջկանը մի փոքր ուշ էր, շուտ չեն նշում, դրա համար ամսվա ոնց որ վեր չանգնում, մի հատ տնական տորթ եմ թխում, մի քիչ թիթիզական տորթ արդեն կթխեմ այդ օրը։ Մրգերով տորթ շատ համեղ է ուտվում։ Մարցեպանով էլ սիրուն է նայվում, չնա ցենց էլ է սիրուն։ Չէ՞, Սաթենիկ։ Այո։ Բարը մրգեր կանեմ, մալինա, կիվի, համ սիրուն կլինի, համ համեղ կլինի։ Գանա ես պակաս սիրուն եմ, տորթը դա ասում ես, տորթը սա ասում, լավ։ Կանաչ սիրուն երանք տանք տորթին, ու արդեն վсё, մեր տորթիկը պատրաստ կլինի։ Սենց սիրելիներս, այս մեկ, այս էլ երկու, իմ աղջիկը 12 տարեկան է արդեն դառնում, դարել արդեն, հա, ճիշտ է, այսօր դարել է, սա էլ happy birthday-ը մեր, վատ չստացվեց, չէ սիրելիներս, տորթն էլ առայժմ թող մնա այստեղ, չգացել է, դիր սունկետ, ես մի քիչ է, շնորհավոր, Գնա կադրի մեջ մտի։ Շնորհավոր։ Շնորհավոր կյանքը։
Աղջիկս քանի որ միշտ ուզում էի տրանսել լեզվով Աստվածաշունչ ունենալ, ես այն քեզ նվիրում եմ, որ Աստված քեզ ուղեկցի քո ամբողջ կյանքի ընթացքում։ Անհամար։ Բացի տես, քո ուզածն է։ Են էլ մեր հարցիկը ուղիղ եթերում։ Դուք ուղիղ եթերում եք։ Merci. Մեր շուտ հուզվող հարսիկը։ Հավանում ես։ Լավ, հələ նվերդ նայի, հետո դրան կնայես։ Նվեր Օգնեմ քեզ։ Հա։ Շատշնա, հարսիկը։ Դե շնորհավոր։ Շնորհավոր եմ աղջիկ։ Ինեք շուտ այն սկսեի քո ծնունդը, հունաշել։ Շատշնա։ Ապրի տատիկը։ Հենց դրան։ Շնորհավոր եմ աղջիկ։ Աստված քեզ միշտ կյանքի ուղեկցի։ Նայմա մեսախ պակետը ինգերներս։ Դպրոց են բերել։ Հա, Հələ բաց տեսնենք։ Ընկերուհիները նվերներ են բերել դպրոց։ Սիած գույնը գիտեր այսօր կանաչու հենց կապիտա։ Այս մի հատ ինգերիս բլոկնոտ է ինձ նվեր տվել։ Գույների մեջ է յուղոից Սենց մազերի համար տենց օծանելիք։ Համար։ Էսի հերախոսի համար ուշ պահում եմ։ Ապրեն ընկերուհիները, շնորհքով բալիկներ են։ Այս մյուս ինգերիս տվել է սենց մաներ։ Աղցնում են։ Տիպեր։ Հա, տիպեր։ Սրանք, որ բրասլետներ սարքեմ։ Բասի ժակնիս։ Ես էլի բուտը։ Սեն մի հատ բան կա, որ վեչը որ Սենց սկիշի։ Սկիշի։ Մի հատ քարտ ինգերիս տվել է սենց։ Մի հատ էր տվել մի հատ ինգերիս բան։ Ես ես դրացի ուղղակի հելացեմ բանը։ Ժամացի։ Հա, ժամացի։ Շատ սիրուն է։ Դե շնորհավոր, ինչ ստացել ես, ապրեն երեխեքը, որ մտածեն են քո մասին։ Աթոռդ էլ մի քանի օրից կգա կյանքս, պատվիրել եմ արդեն։ Նույն գույնի։ Այսօր ձեզ ցույց եմ տալու աշխարհի ամենահամեղ աղցաններից մեկը, որը ես շատ եմ սիրում ու իմ բաղադրատոմսերի գրքում հատուկ տեղ ունի, վաղուց չեմ պատրաստել, այսօր հիշել եմ դրա մասին, ուզում եմ ձեր հետ կիսվեմ ու այսօրվա առիթին շատ համեղ մատուցեմ։ Գազարը նախորդ քերում ենք երկար, եթե իհարկե քերիչն ունեք, եթե չէ, այդքան էլ կարևոր չի։ Ուղղակի այսպես սիրուն է։ Այստեղ ավելացնում ենք սև պղպեղ, ինքան հեշտ է պատրաստում երեխեք, բայց ինքան համով բավական է ինձ թվում է։ Այստեղ արդեն նախորդ սխտոր եմ արել, մի 3-4 բճիղ սխտոր, դե նայած ձեր գազարը ինչքան կլինի, դա ինքներդ ընթացքում կհասկանաք։ Վերցնում ենք ձետ, բավականին շատ ենք լցնում, ավելացնում ենք մի լավ ճաշի կտալ կամ 1.5 տոմատ ու հիմա սա տանում եմ ու գազօջախին տապակեմ։ Տոմատը լավ տապակում ենք, երեխեք ջան, լցնում ենք գազարի վրա։ Հիմա այս գազարը այնքան ենք խառնում, որ տոմատը լավ տարածվի ամբողջությամբ, այսպես չերևա մեջը իրա։ Տեղը-տեղին խառնում ենք։ Չենք մոռանում աղը, որովհետև ես արդեն համարյա թե մոռանում էի։ Տեսնում եք սիրելիներս, այլ համարը այստեղ չերևում, որ ես տոմատ եմ լցրել։ Ավելացնում եք 3-ից 4 ճաշի կտալ քացախ։
փորձ կլցնեմ ես, սիրում եմ քացախը աղցանների մեջ։ Ձեր հրաշալի համեղ աղցանը արդեն պատրաստ է, երեխեք, չեք պատկերացնում ինչ համով է։ Անպայման փորձեք։ Մի հատ կրաբով աղցան եմ պատրաստել, գազարով, մի հատ էլ սովորական ամառային, վարունգ պամիդորով։ Այս աղցանը երեխեք ջան 1-2 ժամ պետքա մնա սառնարանում, որ համերը իրար լավ տա։ Ոչխարի պանիր, սամիր, սող, կանաչ սող, ու համից չեք կշտանա, ամենա համովը, հավատացնում եմ ձեզ։ Բարի լույս սիրելի հետևորդներ, առավոտյան ժամը մեզ մոտ երեխեքին տարել եմ դպրոց, եկել եմ ու ձեր համար վիդեո եմ նկարում։ Երեխեք գիտեք, որ մամայինք ստեղ են, շատ ժամանակ չեմ ունենում ու հազիվ եմ հասցնում շաբաթական մի հատ վիդեո տեղադրել։ Էդ էլ մի կերպ, վիդեոներս կուտակվել են, հավաքվել են, մոնտաժ անելու ժամանակ ընդհանրապես չկա։ Այնպես որ արդեն հեսա շուտով խնդիր կառաջանա, նույնիսկ չեմ կարողանալու նկարել, որովհետև հեռախոսումս բացարձակ տեղ չի մնացել։ Երկու հեռախոսում եմ, երկուսում էլ արդեն տեղ չկա, ֆուլ է։ Իմ օր այսօր սկսելու եմ տաք ջրով, որոշել եմ այս սովորությունը կրկին վերադարձնեմ իմ կյանք։ Իհարկե դեն շատ չեմ սիրում տաք ջուր խմել, բայց առավոտյան համարում եմ շատ կարևոր գործողություններից մեկը, ես էլ ինքս շատ ջուր խմող չեմ, համար կարևոր բանա ջրի քանակը լրացնելը, բայց այդ տաք ջուր տենց մեծ հաճույքով չեմ խմում, առաջ ավելի վատ էի խմում սրտխառնոց էր առաջանում մոտս խմելուց, հիմա այդ պահը անցել է սրտխառնոցի, կարելի ասել ավելի հաճույքով եմ խմում, բայց շատ չեմ կարողանում խմեմ։ Կես բաժակից հետո արդեն զգում եմ, որ այդ լրիվ ինձ բավարար է։ Ես ինքս շատ ջուր խմող չեմ, ամբողջ կյանքիս ընթացքում այդպես ա եղել։ Միայն հաց ուտելուց եմ խմել այն ժամանակ, բայց հիմա էդ էլ եմ հանել, հաց ուտելուց էլ չեմ խմում, որովհետև ասում են պետք չի, մի պահ հանեցի ոնց որ իմ ռացիոնից ու դարձավ սովորություն, էլ հիմա չեմ էլ զգում, իսկ առաջ առանց ջրի սեղան չէի կարողանում նստեի։ Այսօր շաղլոտից բաժակով եմ որոշել խմել, այստեղ չի, ուզում եմ կարոտս իրանից առնեմ։ Երեխեք տաք ջուրը պետք չի շատ տաք խմել, լսել եմ կոկորտի ռակը առաջացնում, շատ են խոսում այդ մասին, դրա համար հիմա սկսել եմ, ես էլ տաք խմող եմ շատ, նույնիսկ սուրճը թե լավ տաք խմող եմ, հիմա սկսել եմ մի քիչ ուշադրություն դարձնել դրան, պետք է բերանի համար կոմֆորտ ջերմաստիճան լինի, այդպես խմել։ Այսօր unboxing ենք անելու, շաղլոտիս աթոռն է վերջապես եկել, իսա իրար հետ կբացենք կնայենք։ Քանի օր է եկել է, էլի ժամանակ չի մնում հավաքելու աթոռը, ես էլ անհանգիստ եմ, ասում եմ տեսնես գույնը կարողացել եմ իր գույնը բռնացնել, որովհետև մի քիչ սպეციფიկ կապույտ սեղան է։ Եթե կապույտի տարբեր երանգներ լինի, այդքան կարողա չսազի։ Իսկի չգիտեմ էլ քանի օր ժամանակ ունեմ հետ ուղարկելու, Amazon-ից եմ պատվիրել, հեսա միասին բացենք, հավաքենք, այսօր տեսնեմ կստացվի, հավաքենք, ձեզ էլ ցույց կտամ, ես էլ կտեսնեմ, վերջապես, համել երեխեն վաղը արդեն հետ է վերադառնում, ուզում եմ որ գա տեսնի արդեն աթոռը հավաքած է, որ գնաց ես ստացել էի արդեն, բայց քանի որ ժամանակ չեղավ հավաքելու, այտենց մինչև մա մնացել է, ինքս ինձ խոսք տվեցի, ասացի որ մինչև գա
պետք է անպայման նենց անեմ, որ արդեն աթոռը հավաքած լինի։ Հեսա միասին այդ գործողությունը այսօր կանենք անպայման։ Էսա մեր աթոռը, սպասում եմ պապին քնից արթնանա, որ հավաքի, այսօր իրանից չի մի քիչ շատ քնեց, ընդհանրապես շատ շուտ է արթնանում։ Ես էլ չեմ ուզում դեն տամ, ուշ ենք քնում, դրա համար չեմ ուզում էլի արթնացնեմ։ Մի քիչ հետո էլ հաճախորդ ունեմ, այնպես որ այս գործողությունները կթողնենք պապիկին, պապիկը կհավաքի ու կտեսնենք մենք։ Նաև unboxing ենք անելու, հեսա ցույց տամ, թե ինչ լավ բան եմ գնել, երեխեք ջան։ Մոռացել եմ, որ Amazon-ից նույնպես unboxing ունենք, այս էլ տենց շարածա սենյակներում, ժամանակ չի եղել, ոչ բացելու, ոչ նայելու, ոչ էլ ձեզ ցույց տալու, հեսա միասին ձեր հետ կանեմ։ Ինչ եմ գնել ինգալացիայի ապարատ և ճնշաչափ երեխեք ջան, սկսենք ճնշաչափից, ես ճնշաչափ ունեի, բայց մեխանիկական, ճիշտը որ ասեմ, մեխանիկականին ավելի շատ եմ վստահում, քան այս էլեկտրականների, բայց անհաջող ընտրություն կատարեցի, տեսքին նայեցի, շատ սիրուն էր դիզայնով բանով իրա լավներ, վերցրեցի, բայց այդ իրա բոլտի մասը շատ դժվարությամբ եմ բացում ու այնքան դժվար, որ մինչև ես բացում եմ, այդ ճնշումը իջնում է, մի խոսքով ջղայնացա ու չեմ ուզում օգտագործել դա, դրա համար ասեցի լավ, այս անգամ էլեկտրական կպատվիրեմ, ոչինչ որ սա աշխարհը օգտագործում է, ուրեմն մի բան կա, ինչի համար չեմ կարողանում վստահել էլեկտրականին, մի խոսքով այս անգամ էլեկտրականն եմ պատվիրել, եկեք նայենք բաները նայեցի, մեկնաբանությունները նայեցի, լավագույն տասնյակի մեջ էր մտնում, ինքը նոր մոդել չի, բայց քանի որ լավագույն տասնյակի մեջ էր մտնում, ասեցի որ մարդիկ մի բան գիտեն, որ գրել է, դրա համար գնեցի։ Նոր սիստեմով կա, որ մի անգամից հեռախոսի տվյալների մեջ հագնում քո չափած ճնշումը դոսիե է, էլի ոնց որ կազմվում հեռախոսի մեջ, լավ բան է, բայց ես գիտեմ, որ ես չեմ անելու, դրա համար չառա դրանից։ Եթե իմանամ, որ հա ապարտաճանաչ եմ, կգնեի, բայց գիտեմ, որ չեմ աշխատացնելու։ Նույնիսկ այն ժամացույցները խելացի, 2 հատ ունեմ, բայց ես իրանց խելացությունը երբեք չեմ օգտագործել։ Դրա համար անիմաստ չուզեցի շատ գումար ծախսեմ։ Սովորական տարբերակը առա։ Տեսեք, եղուներիս չնայեք երեխեք, հանել եմ եղուներս ու դեռ ժամանակ չեմ ունեցել, որ նորը սարքեմ։ Ֆիրման նայեք, եթե կհետաքրքրի կուզենաք նորմալ սովորական ճնշաչափ իր տոկրակի հետ, իր էլեմենտներով, առապրծա ու հաջորդ օրը արթնացա տեսա զեղչվել է։ Ես գիտեք ինչքան ժամանակ էր իմ զամբյուղում գցած էր, հա ասում էի կառնեմ, չէի առնում։ Հենց առապրծա էժանացավ, բայց դե ոչինչ։ Հիմա առնենք արդեն, հո հետ չենք ուղարկելու։ Փորձարկել, տեսնեմ լավ է աշխատում, թե չէ, եթե խնդիր ունենա հետ ուղարկելու բան լինի։ Սա դե կանեմ առանց ձեզ։ Բայց չէ, պետք է մի չափենք դեպի ճնշումս ինչքան է կապշետը։ Ես ճնշման խնդիր չունեմ, երեխեք, ուղղակի մեկ-մեկ պետք է գալի, որ վատ է սրտում կամ մի բան, մտածում կարող է ճնշումն ա բան, որ գոնե տանը լինի, մի հատ չափես էլի։ Ամեն մեծանում ենք էլի, որ ջահել չենք մնալու։ Ինձ մի պահ հիվանդանոցում զգացի։ 114-80 չէ ժողովուրդ ջան, հələ ջահել աղջկա ճնշում ունեմ, հələ չեմ ծերացել։ Հաջորդը երեխեք ջան, ինգալատոր եմ գնել, ես սրա մինի տարբերակն ունեմ իմ համար, բայց դա գնել եմ մամայիս համար։ Ճիշտն ասած, շնչղույների խնդիր ունի, քրոնիկա դարձել արդեն, անընդհատ խորխա հավաքվում ու խեղդում է։ Դրա համար որոշեցի սրանից գնեմ, ինքը տանը ունենա ու փորձի միգուցե սա օգնի։ Սա խորխը դեղամիջոցի միջոցով սենց մանր ծլեպների է ցրում ու դուրս է հանում։ Հուսով եմ մամային օգնած կլինեմ սրանով երեխեք, որովհետև
Վրեզ ազդում այդ վիճակը, գիշերները դրա պատճառով չի կարողանում նորմալ քնի, անդադ հավաքվում է ու խեղդում է, բայց լավ բան է ինքը, կարելի է էլի տանում ունենալ։ Մեզ մոտ Բելգիայում ապտեկաներում վարձակալում են այս ապարատները ու կարող եք վերցնել, տանը անել ու վերադարձնել, բայց ես տենց բաները հաստատ չեմ վերցնի, ճիշտ է իրանք դե դիզինֆեկցիա բան անում են, հնարավոր չի, կամ սրանք երևի փոխում են одноразовый բոլորի հետ, միգուցե այդպես է, չգիտեմ, բայց մենակ այդ process-ը, որ պատկերացնում եմ, որ բոլորը անում են հետ են բերում, հաստատ նախընտրելի տարբերակ չի, թե չէ ես էլ կվարձեի, բայց չէ, համել ուզում եմ, որ իր հետ տանի ու տանը ունենա։ Կոմենտներում գրել էին, որ շատ ուժեղ ձայն չունի, դե սովորաբար այս ապարատները ձայնով են աշխատում, գրել էին, որ տենց շատ ուժեղ չի իր ձայնը, այդքանով լավ է։ Ես ինքս չեմ օգտագործել, ես չգիտեմ ոնց են օգտագործում, ես մինի տարբերակը ունեմ, ճանապարհային է, կարող ես վերցնել հետդ պայուսակիդ մեջ դնել ու ուր որ գնում ես հետդ տանել, երեխեքի համար շատ հարմար է, աղաջրերից լցնում եմ մեջը ու դնում եմ դեմքին։ Իհարկե շատ հաճախ չեն կարում տենց բաներ, 1000-ից մեկը պետք է գալիս, բայց լավ բան է, որ տանել լինի, դրա համար գնել եմ, իսկ սա ավելի բանա, մոշնի է էլի, քան նա, սա ավելի պրոֆեսիոնալ է, այսպես ասած, հետ ունի, եկեք տեսնենք ինչ կա մեջը, մասկա մեծերի համար, նաև փոքրերի համար, այս տարբերակը, այսինքն բերանին դնելու, սա դեղելեցնելու համար է, այսինքն բացվում է, տեղը կաթացնում եք մեջը, փակում եք, խողովակ, այսա մի հատ կմիացնեք ու նաև այսպես դետալ, այսա կտեսնեմ ինչի համար է, այս խողովակներից մեկը միանում է ստեղ, մյուսը միանում է սրա տակ, այսենց, այս դետալը դրվում է ստեղ, այսպես, ու հետո վրան հագցնում ենք այսա, օրինակ, այսենց անելու համար, կամ դնում ենք մասկան, դեմքի համար, լավ բան է երեխեք, տանը պետքական բան է, մենակ այսա չհասկացա, կարող է քթի համար, ասենց վրան ծակեր կա, այսա հələ կտեսնենք դա ինչի համար է, լավ ես հետո կնայեմ կհասկանամ, այդքան կարևոր բան չի, կարևորը տեսանք ապարատը, որ լավն է, մնում է մի հատ փորձարկենք ու մնում է, որ իր ֆունկցիան կատարի ու օգնի մամայիս, որ հանգիստ լինեմ էլի, ես գիտեմ, որ իրան ասեմ, ինքը չի անելու, չի հետևելու իր առողջությանը, դրա համար ես պետքա ստիպեմ, որ ինքը հոգ տանի իր մասին, ժողովուրդ ջան, այտենց է, մամաները տենց են, իրանց չեն հետևում, պետքա մի բան անել, չկարելի տենց թողնել, ենքան է թողել, խրոնիկ է դարձել, հիմա էլ չկարում հարցերել ուտի, դեղերից օգտվում է, ժամանակավոր էֆեկտ են տալիս դեղերը, գուցե սա կցրի ամբողջությամբ կհանի մեջից, խնդրեցի իմ բժիշկին, իբրև թե իմ համարա դեղ գրեց, եթե ուզում եք հիմա ցույց կտամ ինչ ա գրել, մեջ է լցնելու ու եթե օգնի, հետո ձեզ կասեմ։ Եկեք դե տեսնենք ինչ դեղ ա նշանակել, երկու տիպի բան ա նշանակել, մեկը անտիբիոտիկ, որը որ եթե բակտերիաների ու վիրուսների հետևանքով մնացած լինի այդ քրոնիկ խնդիրը, որ կարողանա մաքրի ու դուրս հանի, մեկն էլ սովորական ապարատի մեջ լցնելու հեղուկ է, բայց ոչ անտիբիոտիկ ու ասեց, որ առանձին պետք է օգտագործեմ սրանք, եթե հիմա սա եմ անում, սա որոշ ժամանակ հետո, ոչ թե միասին, չնայած ապտեկայում ասում էին միասին էլ կլինի, բայց մի տեսակ կասկածելով ինքն էլ էր ոնց որ կասկածում իր վրա,
դրա համար բան չեմ ամ, գնաց ճշտեց եկավ ասեց կարաս խառնես, բայց իմ մեջ արդեն կասկած մտավ, ես չեմ խառնի, բժիշկը ոնց ասել է, տենց կանեմ, երեխեք բժիշկին հազիվ եմ համոզել, որ սա գրի, այստեղ հնարավոր չի, որ քո համար մի բան գրեն, խնդրեցի, որ ինքը ստեղ հյուրա, այս տարել է, ասեցի հյուրա, լավ չի բանման, հետո այստեղ երեխեք ջան դեղը որ գրում են, քո քարտի վրա են գրում մի անգամից, թերթիկի վրա չեն գրում քեզ տալիս, որ չիմացվի, իսկ եթե քարտիտ են գցում, արդեն ավտոմատ կերպով սա տեղերում երևում է դոսիայիդ մեջ։ Մի խոսքով մի քիչ նազուտուզ արեց, չեմուչում արեց, բայց կարևորը գրեց։ Երևի սրանից կսկսենք, որ եթե բակտերիալ կամ վիրուսի ինչ-որ հետևանք լինի, միանգամից հարցերը լուծենք, որովհետև սա այդ էֆեկտը չի տա, սա ընդհանրապես թեթևացնելու է իրավիճակը։ Հիմա երեխեք ջան, դրա մասին եմ ուզում ես խոսել։ Վերջերս մի տեսանյութ եմ տեսել, որտեղ ասվում է, որ ստամոքսի հետ կապված բոլոր տեսակի խնդիրներին օգնում է դդումի կտի յուղը։ Հələ տեսեք ինչ լավ փաթեթավորված ուղարկում եմ։ Ու ես արագ կերպով գտա բելգիական խանութներից մեկում ու պատվիրեցի շատ բարձր որակի, երեխեք հեսա ձեզ սայթն էլ կասեմ, դե եկեք սկսենք, երեխեք ջան, հրաշք միջոց ստամոքսի ցանկացած տեսակի խնդիրների դեմ, խոցեր, գաստրիտ, մակաբույծներ, վերացնում է, իմիջայլուց ասեմ, կոմենտներում ովքեր որ օգտագործել էին, բոլորը հաստատեցին, որ այո դա այդպես է, դրա համար սենց վստահաբար և վազելով կարելի ասել գնացի ու գնեցի, որովհետև մարդու հիվանդությունների 90%-ը մակաբույծներից է լինում, դա ապացուցված փաստ է արդեն, իսկ սա լավագույն միջոցն է մակաբույծների դեմ, երևի բոլորդ լսած կլինեք, որ դդումի կտերը ուտում են այդպես մակաբույծները վերացնելու համար, իսկ սա կտերից քանված յուղն է, դուք պատկերացնում եք սրա էֆեկտը շատ ավելի ուժեղ է լինելու, քան սովորական կտերը օգտագործելը։ Ես միանգամից երկու հատ պատվիրեցի, որ ամեն անգամ ճանապարհածախ չլինի, հետո ընթացքում որոշեցի, որ քացախել պատվիրել, որովհետև ապակու շշերի մեջ էր, իսկ ես սիրում եմ, երբ որ նման բաները ապակու շշի մեջ է լինում, իմիջիալոց սա նույնպես, երբ որ փնտրում էի, թե որտեղից գնեմ, գրեթե բոլորը պլաստիկի շշերի մեջ էին կամ ժեշտի բանկաների մեջ էին, իսկ սա ապակու մեջ էր, որը ինձ գրավեց, ու հետո կարդացի երեխեք ջան, որ ինքը մի քանի տարի շարունակ լավագույն տեղն է գրավել իր որակային առումով։ Այնպես որ շատ վստահելի էր, դրա համար միանգամից երկու հատ պատվիրեցի, քացախը նույնպես խանութներում միշտ ամուսնակիս ասում են նայ շշերով լինի, ու որ խանութից որ մենք մշտապես առևտուր ենք անում, այդտեղ շշերով չկա, այնպես որ միանգամից կար, սա էլ պատվիրեցի, համ բիոյա, համ էլ ապակու շշերի մեջ է։ Իմիջիալոց ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի մարսողության հետ կապված, կարող եք նաև քացախ օգտագործել, մի կես բաժակ ջրին, մի գդալի չափով քացախ լցնել ու ուտելուց առաջ խմել, շատ լավ մարսվում է օրգանիզմում ուտելիքը ու խնդիրներ չի առաջացնում։ Այս ձեթը խոստանում է 4 օրվա ընթացքում լուծել ձեր ստամոքսի հետ կապված բոլոր խնդիրները։ Եկեք փորձենք, բայց համել չմոռանանք իրար հետ կիսվենք մեր արդյունքների մասին, եթե ինչ-որ մեկը կփորձի ու լավ արդյունքներ կունենա, խնդրում եմ իմ տեսանյութի տակ գրել դրա մասին։ 2 շիշ ձեթի և 2 շիշ քացախի համար վճարել եմ 53 եվրո երեխեք ջան, եթե չեմ սխալվում, 2 շիշ ձեթ գնելու դեպքում ավելի մաչելի էր ստացվում, բայց հաստատ չեմ ասում։ Ամեն դեպքում այդքան եմ վճարել, ճանապարհածախս չի եղել, որովհետև 50 եվրոից ավել պատվերների դեպքում ճանապարհածախս չկա, պատվիրել եմ բելգիական Picantino սայթից։ Դեռ երկար կխոսեի ու այս ամեն ինչի մասին, բայց այդքան ժամանակ չունենք, անցնենք հաջորդին ու ես գնամ անցնեմ իմ գործերին։ Դեպ հաճախորդս չեղարկեց իր այցելությունը, լավ չէր զգում իրան, չի գալիս այսօր։ Մի տեսակ ուրախացա, որտեվ այսօր լիքը գործ ունեմ անելու։
Հա, հանի բացնայինք, ոնց որ նույնն է, ուրա, լրիվ նույնն է, անտիր, երեխեք լրիվ համարյա նույն գույնն է, դե չի լինի, որ տենց խորուր տոկոսով, Սիրուն գույն է։ շատ սիրուն գույն է, անունչը լավն է, դա չէ, նստատեղը, շատ լավն է, Այս մեկը վզի հատվածն է, այս էլ մեջքի հատվածն է առանձին։ Պետքա որ շատ հարմար աթոռ լինի։ Բաբջան, ես քեզ թողում եմ մենակ։ Դու հավաքի, մենք կգանք կտեսնենք։ Էս ինչ սիրուն է։ Երեխեք ենքան էի անհանգստանում, ասում էի հանկարծ գույները տարբեր չլինի, որտեվ սովորաբար սայթերում նկարները տարբերվում է իրական ապրանքից, բայց չէ, տոչնի, հենց տեսեք ինչ ընտիր բռնել է գույները իրար հետ, շատ սիրուն է, շատ հավանեցի, ապրի պապին արագ հավաքեց, կարծում եմ Շաղլոտս կգա շատ կուրախանա, իրոք անհանգստանում էի, բայց չէ, այստեղ էլ մի հատ սիրուն ծաղկային կոմպոզիցիա եմ հավաքել, ասեցի թող գա ուրախանա, այդ ծաղկաման էլ էլի այս գույների մեջ ունեի, մի խոսքով սիրուն ստացվեց, կարծում եմ կգա ու շատ կհավանի, անհամբեր սպասում ենք երբ է վերադառնալու